Ռուս-ուկրաինական հակամարտության հնարավոր կարգավորման ուղղությամբ դիվանագիտական ջանքերը շարունակվում են։ Վոլոդիմիր Զելենսկին Բեռլինում երկօրյա բանակցություններ է անցկացրել ԱՄՆ նախագահի ներկայացուցիչներ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Քննարկումներին միացել են նաև եվրոպացի առաջնորդները։ Հանդիպման արդյունքներով եվրոպական կողմը հանդես է եկել հայտարարությամբ, կոչ անելով ստեղծել բազմազգ ուժեր նպաստելու Ուկրաինայի վերակառուցմանը և պաշտպանությանը։ Կոնտինգենտը պետք է գործի, այդ թվում Վաշինգտոնի աջակցությամբ և անհրաժեշտության դեպքում գործողություններ իրականացնի Ուկրաինայի տարածքում։ Համաձայն են գործակցել նախագահներ Թրամփի և Զելենսկու հետ Ուկրաինայի ինքնիշխանությունը և եվրոպական անվտանգությունը երաշխավորող խաղաղության հասնելու համար։ Ուկրաինայի անվտանգությունը, ինքնիշխանությունը և բարգավաճումը Եվրաատլանտյան ավելի լայն անվտանգության անբաժանելի մասն են։ Պատրաստ ենք նշանակալի աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի զինված ուժերի ամրապնդմանը, որի թվաքանակը խաղաղ պայմաններում պետք է կազմի 800,000։ Նաև առաջարկվում է ստեղծել ապագայում հրադադարի ռեժիմի խախտումներին արձագանքման մեխանիզմ, ներդրումներ կատարել Ուկրաինայի բարգավաճման գործընթացում, հաշվի առնելով, որ Ռուսաստանը պետք է փոխհատուցի Ուկրաինային պատճառված վնասը։ Ըստ համատեղ հայտարարության կարևոր է աջակցել Եվրոպական միությանն Ուկրաինայի անդամակցությանը, թույլ չտալ, որ երկրի սահմաններն ուժով փոխվեն։ Ինչ վերաբերում է տարածքներին, բոլոր բանակցողները միակարծիք են, այժմ ամենաբարդը հենց այդ հարցն է։ Մոսկվան պահանջում է դուրս բերել ուկրաինական ուժերը Դոնբասի նույնիսկ այն տարածքներից, որոնք դեռ ուկրաինական վերահսկողության տակ են։ Կիևի համար դա անընդունելի է։ Վաշինգտոնն առաջարկում է նաև Ուկրաինայի հարավում ապառազմականացված տնտեսական գոտի ստեղծելու գաղափարը։ Արևմտյան մի շարք ԶԼՄ-ներ վկայակոչելով իրենց աղբյուրները գրում են, որ ամերիկյան կողմը ճնշում է գործադրում Կիևի ներկայացուցիչների վրա ժամ առաջ լուծելու տարածքների հարցը։ Գերմանիայի կանցլերի հետ համատեղ մամուլի ասուլիսում Վոլոդիմիր Զելենսկին ընդունել է, որ Միացյալ Նահանգների և Ուկրաինայի դիրքորոշումները որոշ հարցերում տարբերվում են, սակայն բանակցությունների բոլոր մասնակիցները պատրաստ են աշխատել, այդ թվում Ուկրաինայի համար արդար լուծումներ գտնելու ուղղությամբ։ Չեմ կարծում, թե Միացյալ Նահանգները որևէ բան է պահանջում, ես համարում եմ, մենք ռազմավարական գործընկերներ ենք, հետևաբար իմ կարծիքով նրանք ուղղակի փոխանցում են Ռուսաստանի պահանջները։ Մենք էլ նրանց խնդրել ենք մեր դիրքորոշումը փոխանցել Մոսկվային։ Նաև Զելենսկին հաստատել է շրջանառվող լուրերը, որ Ուկրաինան, Միացյալ Նահանգները և Եվրոպան նախնական համաձայնության են եկել Կիևի համար անվտանգության երաշխիքների վերաբերյալ ՆԱՏՕ-ի կանոնակարգի 5-րդ հոդվածի տրամաբանությամբ, որի համաձայն դաշնակիցները պետք է աջակցեն իրար ագրեսիաների դեպքում։ Այս առաջարկը դեռ պետք է ներկայացվի Կոնգրեսի քվեարկությանը։ Կարծում եմ շատ մոտ ենք անվտանգության ամուր երաշխիքներին։ Տեսականորեն թղթի վրա լավ տարբերակներ կան։ Այս շաբաթ ևս կշարունակենք բանակցությունները։ Ուկրաինայի և ԱՄՆ պատվիրակությունները կարող են նորից հանդիպել։ Մինչև այդ Վաշինգտոնը խորհրդակցություններ կանցկացնի Ռուսաստանի հետ։ Զելենսկու խոսքով այժմ կողմերը կաշխատեն Բեռլինում ձեռք բերված պայմանավորվածությունների ուղղությամբ։ Նա հույս է հայտնել, որ արդյունքում հնարավոր կլինի հանդիպել Դոնալդ Թրամփի հետ։ Զելենսկին հավելել է. Կիևն աջակցում է Սուրբ Ծննդյան զինադադարի գաղափարին և եթե հաջողվի նման համաձայնության գալ, պատրաստ են նաև նախագահի ընտրություններ անցկացնել, ինչի մասին ավելի վաղ բարձրաձայնել էր Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ նախագահն իր հերթին դրական է գնահատել ռուս-ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունները։ Նա տեղեկացրել է, որ զրուցել է Վոլոդիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ։ Երկար քննարկում ունեցանք, գործերը լավ են, բայց դժվարություններ էլ կան։ Կարծում եմ այժմ ավելի մոտ ենք նպատակին։ Հսկայական աջակցություն ենք ստանում եվրոպացի առաջնորդներից, աշխատում ենք անվտանգության երաշխիքների ուղղությամբ։ Նրանք ցանկանում են վերջ դնել պատերազմին, հարկավոր է մոտեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի դիրքորոշումները։ Թրամփը լրագրողների հետ զրույցում նաև հայտնել է, որ զրուցել է Վլադիմիր Պուտինի հետ, թե երբ չի հստակեցրել։ Մոսկվայից էլ հայտարարել են, Վաշինգտոնի հետ վերջին շփումները հույս են ներշնչում, որ ամերիկյան կողմն ավելի լավ է հասկանում Ռուսաստանի դիրքորոշումը։ Դաշնության արտաքին գործերի նախարարը շեշտել է, ուղղակի հրադադարի համաձայն չեն, կողմ են միայն հակամարտության համապարփակ կարգավորմանը։ Այժմ սպասում ենք ուկրաինացիների հետ քննարկումների վերաբերյալ ամերիկացիների արձագանքին, հակամարտության հիմնարար պատճառները դեռ պետք է չեզոքացվեն։ Լավրովը հերթական անգամ շեշտել է, ՆԱՏՕ-ն չպետք է ընդլայնվի, իսկ նրա ձևակերպմամբ ռուսական պատմական հողերը պետք է վերադարձվեն։ Դիանա Գասպարյան, լուրեր։